Ահա այս է ամբողջ համակումարի չխոսված ճշմարտությունը։ Այս ժողովը ոչ թե եկեղեցի վերակառուցելու խորհուրդ էր, այլ ամոթալի ցուցադրություն այն բանին, թե որքան խորն է փդացության եւ ատորասիրության ջահիջը Սուրբ Էջմիածնի մեջ։ Իսկ երբ ասողիկը կհայտնվեր որպես հարաճաբահ, իսկ արշակները, հայրապետները կշարունակեն իրենց հբարտ ու անդարբեր կեցվածքը, հույսի վերջին նշումներն ալ կմարին։ Եվ հետո այս մարդիկ կհամարձակին հրաբարակավ խոսիլ միաբանության, հավատքի պաշտպանության ու ազգային վտանգներու մասին։ Ինչ պետք է պաշտպաներ ժողովուրդը։ Եկեղեցին, թե Քրիստոսի անունը խաչող հաստատությունը։ Այդ ճշմարիտ եկեղեցին, որուն կողքին ժողովուրդը պիտի կանգնի, սուրբ է, ոչ թե վեհարանային։ Քրիստոսագետրոն է, ոչ թե գդրիչագետրոն։ Մաքուր է, ոչ թե ասողիկյան։ Ժողովուրդ, ձեր աչքերը բաց պահեցեք։ Այս մեկը մեկ ուրիշ խորհրդաժողով չէր։ Սա ժողովուրդը լրացնելու փորձ մներ։ Սա ընդդիմախոս ցայները մարեցնելու փորձ մներ, բայց մեր ցայնը չի լրեր, ոչ գեղձիկի դիմաց, ոչ Աստծո դունը բռնակրաված մարդոց դիմաց։ Մեր բադիվը խաչված է, բայց մեր հոգին ազատ է, եւ մենք պիտի շարունակենք խոսիլ, մինչև այդ աթոռները մաքրվին։ Բոլոր աթոռները, սկսած Էջմիածնեն, հասնելով Անտիլիաս, հասնելով Կոստանդնուպոլիս ու հասնելով մինչև Երուսաղեմ։ Պիտի շարունակենք բարձրացնել, մինչև թշնամին վեհին դեղը չսպաղեցնե։ Թող ժողովուրդը տեսնե, թող ժողովուրդը զանազանե։ Սա եկեղեցի չէ, սա ահաբեկման խորհուրդ մներ։ Բայց մենք չենք վախնար, որովհետև ճշմարտությունը այս անգամ մեզի հետ է, քանի